Դերասանուհի Ռոզա Դավթյանը նախահարսանեկան խնջույքի ընթացքում ոչ միայն աչքի էր ընկնում իր բնական հմայքով, այլև վերածվել էր իսկական հեքիաթային կերպարի, մարմնավորելով ժամանակակից հայ կնոջ նրբագեղությունն ու վեհությունը։ Ռոզան հանդես էր եկել սպիտակ երանգների մեջ, մարմնավորելով նրբություն, մաքրություն և ուղղակի կանացիություն։ Նրա կերպարը պարզապես ձևավորված չէր հագուստով, դա մի ամբողջ կերպարանափոխություն էր, որով նա փոխանցում էր իր ներքին լռությունը, կայունությունը, խոհուն սերը և համեստ հպարտությունը։ Նրա զգեստը փափուկ մետաքսից և ձեռքով հյուսված ծաղկային զարդարանքներով կարծես գծված լիներ հենց նրա համար։ Ամեն շարժում, ամեն քայլ հագուստի թեթև թափահարումով ու բազկի նուրբ շեշտադրմամբ խոսում էր իսկական արքայական վեհության մասին։ Նրա դիմահարդարումն ու վարսահարդարումը կատարված բացառիկ վարպետությամբ ընդգծում էին նրա բնական գեղեցկությունը, մատուցված նուրբ հպումներ շեշտը դրված աչքերի խորության ու շուրթերի փափուկ ժպիտի վրա ձևավորել էին կերպար լի հմայքով, բայց առանց պաթոսի։ Բայց ամենագեղեցիկը Ռոզայի մեջ ոչ թե նրա հագուստն էր կամ դիմահարդարումը, դա նրա ներքին շողքն էր, այդ հանգիստ, խաղաղ աչքերը, ուր կար ուժ, անցյալի ցավից ելած և վստահություն ապագայի հանդեպ։ Նրա ժպիտը սրտանց էր, անկեղծ ու սիրառատ, մեկը, որ զարդարում էր մարդուն ամենագեղեցիկ ձևով։ Նա այն կանանցից է, ովքեր չեն ձգտում ուշադրության, նրանք պարզապես ունեն այն։ Նրա ներկայությունը տարածքում զգացվում էր անխոս, բայց ամբողջական։ Ռոզան գեղեցիկ է ոչ միայն արտաքնապես, այլ այն ճշմարիտ հանգստությամբ, որով ապրում է իր կյանքը։ Նրա կերպարը նախահարսանեկան խնջույքի ժամանակ դարձավ ոգեշնչման աղբյուր թե երիտասարդ աղջիկների, թե կանանց համար։ Ոչ թե շքեղությունը, այլ կերպարի ամբողջականությունն էր տպավորիչ։ Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ իսկական գեղեցկությունը ոչ թե այն է, ինչ մենք հագնում ենք, այլ այն, ինչ կրում ենք ներսում՝ հիշողություն, հպարտություն, սեր, կորուստ, շնորհակալություն։ Ռոզա Դավթյանն այս երեկո իր նրբագեղ շորով, ժպիտով ու կերպարով վեր էր ամեն տեսակի ձևականություններից։ Նա այն գեղեցկուհին էր, ում կերպարը կշարունակի հիշվել ոչ միայն լուսանկարներով, այլ զգացողությամբ, որ նա թողեց իր շուրջ բոլորը։ Նա գեղեցկություն է, կենդանի զգացմունքով, արժանապատվությամբ պատված։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի նախահարսանեկան խնջույքը մի յուրահատուկ միջոցառում է, որը համախմբել է նրա կյանքի տարբեր փուլերի կարևոր մարդկանց։ Այս միջոցառումը ոչ միայն նախապատրաստություն էր առաջիկա հարսանիքին, այլև սիրո, ընկերության և ստեղծագործական համագործակցության տոն։ Ռոզայի համար ընտանիքը միշտ եղել է առաջնային արժեք։ Նրա մայրիկը և տատիկը, ովքեր մեծ դեր ունեն նրա կյանքում, ներկա էին միջոցառմանը, կիսելով այս ուրախ պահը։ Բնականաբար ներկա են նաև Ռոզայի մտերիմ ընկերուհիները, մանկության ընկերները, գործընկերները։ Նրանք կազմակերպել էին տարբեր խաղեր, հիշողությունների փոխանակում և հուզիչ խոսքեր, ընդգծելով Ռոզայի կարևորությունն իրենց կյանքում։ Կույր աշխարհ և Վերջին զանգը հեռուստասերիալների ստեղծագործական թիմի անդամները, ռեժիսորները, սցենարիստները և դերասանները նույնպես ներկա են։ Նրանք կիսվել են իրենց հիշողություններով Ռոզայի հետ աշխատելու ընթացքում և մաղթանքներ հղել նրա նոր կյանքի փուլին։ Միջոցառումը տեղի է ունենում մի գեղեցիկ, դեկորատիվ ընտրված վայրում՝ զարդարված նուրբ ծաղիկներով, մոմերով և իհարկե լուսային լուծումներով։ Խնջույքը սկսվում է հյուրերի դիմավորմամբ, ապա շարունակվելու է տարբեր խաղերով և հիշողությունների փոխանակմամբ։ Ռոզան հանդես կգա հավանաբար հուզիչ խոսքով, շնորհակալություն հայտնելով ներկաներին իրենց սիրո և աջակցության համար։ Երեկոն կավարտվի երաժշտությամբ, երգով, պարով, ստեղծելով անմոռանալի հիշողություններ բոլորի համար։ Այս նախահարսանեկան խնջույքը ոչ միայն նախապատրաստություն էր հարսանիքին, այլև Ռոզայի կյանքի կարևոր մարդկանց համախմբման և սիրո տոն։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։